Հոգևորականը բանալի է, որը բացում է դուռը դեպի երկնքի արքայություն, որովհետև միայն հոգևորականը իրավունք ունի կատարելու խորհուրդ Սուրբ Մկրտության եւ Սուրբ Հաղորդության։ Առանց Սուրբ Մկրտության եւ առանց Սուրբ Հաղորդության ըստ Սուրբ Գրքի մարդ չունի փրկություն։ Ով չուտի իմ մարմինը եւ չմպի իմ արյունը, երկնքի արքայություն չի մտնի, ով չծնվի հոգուց, երկնքի արքայություն չի մտնի։ Միայն Աստված գիտի ով կարող է հասնել փրկության, բայց եթե ես ցանկանում եմ հասնել փրկության, ուրեմն պիտի պարտադիր հաղորդություն ստանամ Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Եվ հոգևորական այն անձն է, ով իրավասու է, իրավունք ունի Աստծո կողմից տալու մարդուն Սուրբ Հաղորդությունը։ Հիմա հոգևորականը բանալի է, որը բացում է դուռը դեպի երկնքի արքայությունը։ Բնականաբար բոլորս էլ կցանկանանք, որ մեր բանալին լինի ամենասիրունը։ Եվ ես հասկանում եմ, մարդիկ ուզում են, որ մենք լինենք հնարավորինս կատարյալ, որովհետև մենք այս ժողովրդի քահանաներն ենք։ Բայց պիտի հասկանալ նաև, որ էական չի բանալին, ադամանդից է, ոսկուց է, արծաթից է, թե փայտից է։ Էականը ոչ թե բանալու որակն է, այն է, որ բանալին դուռը բացի։